Ռուսաստանը ամեն օր ավելի է կոշտացնում կեցվածքը։ Մոսկվան ակնկալում է, որ Երևանը մինչև տարեվերջ կկողմնորոշվի Եվրամիություն ԵԱՏՄ ընտրության հարցում։ Հայկական մամուլը նույնիսկ գրեց, թե այդ վերջնաժամկետը խախտելու եւ չկողմնորոշվելու դեպքում Ռուսաստանից նոր ճնշում ռեպրեսիաներ են սպասվում։ Տնտեսական սանկցիաներից եւ արտահանման սահմանափակումներից բացի հնարավոր է արտագնա աշխատանքի մեկնածների խոպանչիների դեպորտը, նաեւ դեպի Հայաստան կատարվող չվերթների դադարեցումը։ Այս սանկցիաների հնարավորությանը Ռուսաստանի փոխարտգործնախարարը այսօր չի անդրադարձել, բայց Եվրամիություն ԵԱՏՄ ընտրության ու հանրաքվեի մասին խոսել է նաև Մոսկվայի ակնկալած հանրաքվեի ժամկետի մասին 10 պետական լրատվական գործակալության հետ զրույցում։ ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեն կանցկացնի մինչև դեկտեմբեր։ Ակնհայտ է, որ եթե մինչև այդ ժամանակահատվածը հանրաքվե անցկացնելու կոչին ականջալուր չլինեն, ԵԱՏՄ առաջնորդները հաշվի կառնեն այդ փաստը հետագա համատեղ քայլերը հստակեցնելու ժամանակ։ Հայաստանի հարցին նախագահները կվերադառնան Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի դեկտեմբերին կայանալիք նիստի ընթացքում։ Ռուս դիվանագետը նույնիսկ ասել է, թե ինչպես պետք է ձևակերպված լինի Հայաստանում հնարավոր հանրաքվեի դրվող հարցը։ Դա պետք է չլինի абստրակտ տեսական ձևակերպում, ցանկանում եք անդամակցել ԵՄ-ին, թե ոչ, այլ հստակ եւ գործնական։ Պատրաստ եք արդյոք հրաժարվել ԵԱՏՄ անդամակցությունից հանուն ԵՄ անդամակցելու ոչ այնքան ակնհայտ հեռանկարից։ Հարցի նման ձևակերպումը ամենաազնիվը կլինի թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, թե ԵԱՏՄ մյուս անդամների հանդեպ։ Թեև հայկական կողմը հենց ԵԱՏՄ-ում հաշված օրեր առաջ օգոստոսի 7-ին վերահաստատեց Երևանի հավատարմությունը ԵԱՏՄ-ին ու դարձյալ բացառեց Եվրամիության հարցով հանրաքվեն, ռուսական կողմը փաստացի հետքայլ չի անում։ Ժամկետ կա նաև ՀԱՊԿ-ի հետ կապված։ Հնարավոր է Հայաստանին ձայնի իրավունքից զրկեն այս կազմակերպությունում։ Նոյեմբերի 11-ին է Մոսկվայում սպասվում ՀԱՊԿ գագաթնաժողովը եւ ըստ փոխարտգործնախարար Գալուզինի հենց այդ օրը կարող է քննարկվել Երևանին ձայնից զրկելու հարցը։ Կազմակերպության աշխատանքներին Երևանի չմասնակցելը եւ ՀԱՊԿ բյուջեի վերաբերյալ տարեկան որոշումները չստորագրելը չի դադարեցնում կազմակերպության գործունեության ֆինանսավորմանն ուղղված ազգային ներդրումը ժամանակին փոխանցելու Հայաստանի պարտավորությունը, այսօր պնդել է դիվանագետը։ Երևանն արդեն 4-րդ տարին է բոյկոտում է աշխատանքներն այս դաշինքում։ Վարչապետ Փաշինյանն էլ հունիսին հայտարարեց, թե իրեն չի մտահոգում ՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնելու հեռանկարը։ Ասաց, եթե կառույցի անդամները նման որոշում ընդունեն, ապա Երևանը դա ի գիտություն կընդունի։ Եվ ահա Երևանում փաստորեն իրավիճակ չի փոխվել։ Կընդունենք ի գիտություն ՀԱՊԿ-ի մեր գործընկերների կողմից կայացված որոշման հետ կապված, ես չեմ կարծում, որ այստեղ մենք որևէ պատճառ կամ հանգամանք կա, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։ Դիվանագիտական այս փոխհրաձգությունը մասնագետներին չի զարմացնում։ Արտաքին վեկտորի այս տուրբուլենտությունը ինչ կբերի Հայաստանին։ Մոսկվայից երես թեքելու դեպքում Բրյուսելը փրկողակ կդառնա Հայաստանի համար, որ սանկցիաների տակ չկքի։ Մասնագետները պնդում են, թե հայտնվել ենք ճգնաժամի եզրին։ Այս պնդումն արեցին նաև Համաշխարհային բանկի տարեկան զեկույցում երկիրը լուրջ տնտեսական ռիսկերի առջև է։ Եվրամիությունը Հայաստանին կտրուկ չի մերժում, բայց անընդհատ նորանոր պահանջներ է առաջ քաշելու, որպեսզի Եվրամիություն մտնելու տեսական շանս տա։ Օրինակ, առաջին հերթին ռուսական ազդեցության նվազեցում, այդ թվում նաև պրոռուսական քաղաքական ուժերի չեզոքացում, մեկուսացում, ռուսական բիզնեսների դուրս մղում, այսինքն արևմուտքը ձգտելու է հասնել դրան եւ որպես խայծ, որպես բլիթ օգտագործելու է երբևէ Եվրամիության անդամակցելու շանսը։ Եվրամիությունը կամ հավաքական արևմուտքը շատ ներքորեն խաղարկում է սա, Ռուսաստանում այդ խաղը տեսնում են։ Դրա համար էլ պահանջում են, որպեսզի Հայաստանի իշխանությունները այդպիսի հանրաքվե անցկացնեն։ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումների լայնածավալ փուլը սկսեց այս տարվա ապրիլի վերջից, ավելի ընդլայնելով մայիս-հունիսին։ Սահմանափակումներ կամ արգելքներ կիրառվեցին հայկական հանքային ջրի, ալկոհոլային խմիչքների, ծաղիկների, ձկնամթերքի, ինչպես նաև մի շարք գյուղատնտեսական ապրանքների, մրգերի, բանջարեղենի եւ հատապտուղների, նաև կաթնամթերքի ներմուծման նկատմամբ։ Ինչ է սպասվում առաջիկայում։ Ռուսական ռեպրեսիաների նոր ալիք կլինի, լավ կանխատեսումներ մասնագետները չունեն։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։